Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է, սրվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը հրավիրված է ապրիլի 24-ին կինոյի դիտում վաղ հիշողությանը մշակութային հանդիպում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրավիրված է ապրիլի 28-ին Ծիծեռակաբերդ Նիկոլ Փաշինյանի Պերանովը հաստատագրվել ավեր հայերի ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսապատման քայլը ոչնչացվան Հայկ Դեմոյան։ Ապրիլի 24-ը 3 ուսոր, ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը նորից արգելվել է Կոստանդնուպոլսում, Պեցվալա քարե Չարենց խորագրավ ժամանակավոր ցուցադրություն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը հրավիրված է մասնակցել է 2026 թվականի ապրիլի 24-ի հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը միասին անցկացնելի հետի ու ծաղիկներ խոնարհելի հետի անմար կրակին կողքին։ Հավաքը 9-ական ժամը 12:30-ին համալիրին հարակից տարածքում է տեղինական Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը, վերին կողքին հավաքվել է ետը սկսվելու է երթը։ Հարգանքավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Ապրիլի 26-ին ժամը 4-ին հողի հիշողությունը կինոյի ցուցադրությունն է վերակազմակերպման Western Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառումը նպատակոն է անդրադառնալի պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը, հայրենի վաղեմի հետ կապին, արվեստի լույսովը։ Կինո ներկայացնում է հիշողության ու ժառանգության կարևորությունը բացահայտելով անցյալի ու ներկայի միջև իրենց կապերը։ Դիտումը ուղեկցվելու քննարկումները վերին վաղ մասնակիցները հնարավորություն ունենալու կիսվելու իրենց դիտարկումներով ու մտքերով։ Միջոցառումը անցկացվելու Արևմտյան Հայաստանի առաքելությունում քաղաք Երևան Ագաթան Գեղոսի 2/2 հասցե մտքազատ է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային ժողովը սիրով հրավիրում է ներկա գտնվել հետի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի Պետրովյանի ներքո։ Արարողությունը 9-ական Ծիծեռակաբերդ հուշահամալիրում 2025 թվականի ապրիլի 28-ին ժամը 11-ին նախագահ Արմենակ Աբրահամյանի Պետրովյանի ներքո պետությունների նկատմամբ վերջինն չեն Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանությունը։ Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կոշտ քննադատել է Ծիծեռակաբերդ հուշահամալիրում արված գործերը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հյուրանոցելավը քայլերի երանգների տարբերության մասին է դիտարկումը կարևկայ էր հուշահամալիրի բնօրինակ քայլը փոխարինվել կամ ոչնչացվելն։ Դեմոյանը նշում է նման փոփոխությունները կարին վնասին հուշարձանի պատմական վավերականությանը ու ենթադրել նույնիսկ իրավական պատասխանատվություն։ Ինքը նաև հարցադրում է անում աշխատանքների վերահսկողության վերաբերյալ ու կոչ անում իրականացնել մանրամասն քննություն։ Թեման շարունակում է լայն քննարկում առաջացնել հասարակության մեջին։ Ապրիլի 24-ը մենակ տարեթիվ չի, այլ դատաստան ուղղված անցյալին ներկային ապագային։ 115 տարի անց հայերի ցեղասպանությունը շարունակում է մնալ չսպիացված վերք, հիշեցնում է պատմության դասերը լիովին յուրացվել չեն։ Հոդվածում ընդգծում է ցեղասպանությունները կրկնվում չեն նույն ձևով, այլ նույն սխալների հետևանքով թյուրություն, հանձնվողականություն ու կարճատես քաղաքականություն։ Ապրիլի 24-ը այսպիսով սգի օրից վերածվում է պայքարի ուխտի ու հիշեցման, վեր ժողովուրդները կարին կործանվին ոչ միայն արտաքին վտանգներից, այլև սեփական կամքի թույլատրումից։ Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները հատկապես մերձավոր արևելքում ըստ հոդվածագրի հիշեցնում է անցյալի անկայունությունը, շտեղմեց տերությունների շահերի բախման մեջ կուճի ժողովուրդները հաճախ դառնում են գործիք։ Այս համատեքստում առանձնացում է Լիբանանը որպես բարդ ու խոցելի միջավայր, շտեղ դիմադրությունը, ինքնապաշտպանությունը դիտարկվում են որպես գոյատևման պայման։ Հեղինակը շեշտում է ուժի ու դիմադրության գաղափարը մենակ ռազմական չի, այլ նաև արժանապատվության հարց է։ Զգուշացնում է առանց իրական ուժային հավասարակշռության իրականացվող բանակցությունները կարին հանգեցնին թեզակորուստների։ Անդրադառնալով նաև Արցախափորձին հոդվածը ներկայացնում է որպես ցավալի օրինակ վեր անվտանգության բացակայությունը հանգեցնում է ծանր հետևանքների։ Վերջում հեղինակը եզրակացնում է վեր ապրիլի 24-ը համ հիշողության օրը, համ էլ զգուշացման ազդանշան կոչնել է պահպանել ուժը, արժանապատվությունը ու պատմությունից քաղել անհրաժեշտ դասերը թեզովող բերգություններից խուսափելի հետի։ Կոստանդնուպոլսում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը։ Ապրիլի 24-ը հիշատակի հարթակը դիմել է քաղաքապետարանին Կադոքյոյում Սյուրեյա օպերայի շենքի առջև խաղաղ հավաք անցկացնելու թույլտվություն ստանալի հետի, սակայն հունց նախորդ տարիներին այս դույնը ևս իշխանությունները մերժալ նախաձեռնությունը։ Կազմակերպիչները իրենց հայտարարության մեջ են գծալնվել ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները հանդիսանում է ժողովրդավարական հիմնարար իրավունք։ Իրենց սելավը մինչ համավարակը 2010-ից սկսած
Նման միջոցառումները անցկացվելիս են անընդմեջ Կոստանդնուպոլսը տարբեր հրապարակներում, բայց վերջին տարիներին առանց հստակ հիմնավորման դրանք արգելվում են։ Հարթակշեշտ մավեր հիշատակի միջոցառումները ոչ միայն հարգանքի տուրք են 1915 թվականի զոհված 100 հազարավոր մարդկանց հիշատակին, այլ կարևոր ուղերձ են ուղղված ներկա հասարակությանը, անցյալի հետ առերեսվելի ու համակեցության մշակույթը զարգացնելի անհրաժեշտության մասին։ Կազմակերպիչները բողոքան արգելքի դեմ ու կոչներ պատասխանատու մարմիններին վերանայել իրենց դիրքորոշումը, կարևորելով հիշողության, արդարության ու հասարակական համերաշխության պահպանումը։ Երևանը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում պետսվալա քարե Չարեն ժամանակավոր ցուցադրություն ավերը ներկայացնում է Եղիշե Չարենցի կերպարը հայ կերպարվեստում։ Ցուցադրված են դիմանկարներ, գրաֆիկա, քանդակներ 1930-ականների հեղինակների Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Բաժբեյուկ Մելիքյանի, Հակոբ Կոջոյանի գործերում Չարենցը ներկայացվում է որպես կենդանի մարդ, իսկ ավելի ուշ Արա Սարգսյանի ու այլ քանդակագործների աշխատանքներում որպես խորհրդանշական ու հուշարձանային կերպար։ Ցուցադրությունը պետք է մինչև հունիսի 5-ը։ Սիրելի հայրենակիցներ, սորայտ այսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ, պատկացիք։